Պարոն Խանդանյան, ես էլ գործընկերոջս նման հիշեցնեմ 2026 թվականի ձեր ծրագրերից մեկը, որտեղ ասում եք, որ նախատեսում եք Սփյուռքի պետականամետ կազմակերպությունների համաժողով իրականացնել։ Այստեղ հարց. ովքեր են որոշում պետականամետության չափորոշիչները, ով եւ ինչպես է որոշում այդ չափորոշիչները, ու արդյոք կրկին չեք առաջնորդվելու, օրինակ, այն սկզբունքով, որ իշխանամետ կազմակերպությունները պետականամետ են, իսկ ոչ իշխանամետ կազմակերպությունները ոչ պետականամետ։ Եվ ես այս հարցը բարձրաձայնում եմ ոչ թե խիստ մտահոգված եմ, որ այս համաժողովը իրականանա, թե ոչ, այլ խիստ մտահոգված եմ ձեր իշխանության դիրքորոշումով Սփյուռքի նկատմամբ։ Ասեմ ինչու, որովհետև Սփյուռքը ձեր ծրագրերում հիմնականում մասնագիտական, ձեռնարկատիրական ու երիտասարդական ցանցերի տրամաբանությամբ է ներկայացված։ Արդյոք սա նշանակում է, որ ձեզ համար, Հայաստանի համար Սփյուռքը միայն մարդկային ու տնտեսական ռեսուրս է, թե օրինակ համազգային քաղաքական գործընկեր։ Տիկին Մաթևոսյան, վերջից գալով, եթե կարդաք իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այնտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանել է, թե որոնք են Հայաստանի արժեքները, եւ Սփյուռքը դրանցից մեկն է, եւ դա շատ կարեւոր է։ Ինչ վերաբերում է ինչպես են որոշվում պետականամետ են, թե ոչ պետականամետ են, դա որոշվում են գործողություններով։ Օրինակ, եթե կազմակերպություններ կան, որոնք ոտնձգություններ են անում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, օրինակ Միացյալ Նահանգների Հայդատի հանձնախումբը, որը Հայաստանի դեսպանության նկատմամբ ֆիզիկական կամ Հայաստանի դեսպանի նկատմամբ ֆիզիկական ոտնձգություններ անում, դրանք ոչ պետականամետ կարելի է համարել։ Իսկ այն կազմակերպությունները, որոնք պատրաստ են ակտիվորեն ներգրավել Հայաստանի զարգացման օրակարգին, դրանք պետականամետ կազմակերպություններ են եւ ես չգիտեմ պարոն Հարությունյան երբ է նախատեսվում այդ համաժողովը, հուսով եմ շուտով, բայց նաև այլ թեմատիկ համաժողովներ լինում են, օրինակ հայ իրավաբանների համաժողով եւ այլն։ Մենք Սփյուռքի նաև գիտեք, որ Հայաստանի վարչապետը մի նախաձեռնությամբ հանդես եկավ, հրավիրելով աշխարհի լավագույն բուհերում սովորող մեր շրջանավարտներին գալ եւ մասնակցություն ունենալ Հայաստանի պետական կառավարմանը եւ այդ դիպորտների մի ստվար զանգված նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներ են եւ նրանցից ոմանք կմասնակցեն Հայաստանի Հանրապետության կառավարմանը եւ իրենց ներդրումը կունենան։ Արձագանք Պարոն Խանդանյան, դուք ասեցիք, ես ֆիքսեցի, Սփյուռքը արժեք է, թղթի վրա էլ գրված է։ Բայց ինձ կասեք, որոնք են այն ինստիտուցիոնալ մեխանիզմները, որտեղ մենակ ասելով չի էլի, այտենց ամպագորգոր բոլորս կարող ենք հայտարարություններ անել, որոնք են այն ինստիտուցիոնալ մեխանիզմները, որով Սփյուռքը կարող է համազգային նշանակության հարցերին դիրքորոշում հայտնել ու ունենալ իր խոսքը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում գործում է Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը եւ այդ գրասենյակը նաեւ ունի գրասենյակներ հայաշատ քաղաքներում աշխարհի եւ սա ինստիտուցիոնալ մեխանիզմ է Սփյուռքի հետ շփվելու, բայց նաեւ այլ մասնագիտական ցանցերի եւ այլ միջոցներով մշտապես կա այդ կապը, ես նաև նշեմ, որ Սփյուռքը համակարգում է գիտության կրթության ազդաժողովը, ուստի պարոն Գաբրիելյան, ինձ ձեր հարցերից եմ տալիս։